Սահմանիր ակնկալիքներ եւ պատասխանատվության զոնաներ։ Սա այն կետն է, որտեղ որ շատ նոր սկսնակ ղեկավարներ սայթաքում են, սխալվում են, հա, որովհետեւ էլի սրա մասին միգուցե շատ տեղերում չի խոսում, որպես պարտադիր կետ, սա չի շոշափվում եւ շատ անգամ նույնիսկ այդ մարդը գիտակցում է սրա կարեւորությունը, քաշվում կամ ամաչում է սրա մասին խոսել կամ երբեմն ենթադրում է, որ սա մի բան է, որ ինքնըստինքյան սահմանված է բոլորի համար པարզ է, դրա մասին խոսելը ավելորդ է, բայց իրականում ցավոք այդպես չի։ Իրականում երբ մենք ակնկալիքների եւ պատասխանատվության զոնաների մասին չենք խոսում, գրեթե 100% հավանականությամբ կարելի է ասել, որ այդ ակնկալիքները երկու մարդու մոտ լրիվ տարբեր են։ Այսինքն, եթե ես եւ դուք սկսում ենք ինչ-որ գործի շուրջ իրար հետ աշխատել եւ մեր ակնկալիքներն ու պատասխանատվության զոնաները իրար հետ չենք առանձնացնում, չենք խոսում դրա մասին, չենք ֆիքսում, ով ինչ պիտի անի, ով ումից ինչ ակնկալիք ունի, ապա ես ձեզ վստահեցնում եմ գրեթե 100% հավանականությամբ ձեր ակնկալիքները ինձնից եւ ձեզնից եւ հակառակը իրար հետ չեն համապատասխանել։ Սա ուրեմն գրեթե ակսիոմ է, հա, սա կարծում եմ նույնիսկ ապացուցելու կարիք չունի, եթե ինձ հետ համաձայն չեք, կարող եք կոմենտներում գրել դրա մասին կքննարկենք։ Ընդ որում խոսքը եւ դեպի վերև եւ դեպի ներքև ակնկալիքների եւ պատասխանատվության զոնաների մասին է։ Սրանց երկուսի մասին առանձին ուզում եմ խոսել։ Նայեք, դեպի վերև ակնկալիքները ըստ էության պետք է որ վերևից գան, այսինքն ձեզնից վերև ղեկավարի հետ ակնկալիքներն ու պատասխանատվության զոնաները ֆիքսելը պետք է որ վերևից գային, հա, որովհետեւ վերևի ղեկավարը ավելի փորձառու եւ պատասխանատու պետք է որ լինի, բայց հաճախ այդպես չի լինում, որովհետեւ նույնիսկ շատ փորձառու պատասխանատու ղեկավարներ էլի սրա մասին չեն մտածում ու կարծում են, որ սա ինչ որ ապրիորի ուրեմն երևույթ է, որը բոլորի համար པարզ է, բոլորի համար միևնույն ձևով է ընկալվում։ Դրա համար ինքներդ պետք է նախաձեռնեք այդ ակնկալիքների եւ պատասխանատվության ֆիքսման գործընթացը ձեզնից վերև ղեկավարության հետ։ Հստակեցնեք, թե դուք ինչ է, թե ձեզնից ինչ ակնկալիք ունեն, որն է ձեր պատասխանատվության զոնան եւ հակառակը, եթե դուք ունեք ակնկալիք ղեկավարությունից, դրա մասին բարձրաձայնեք եւ պայմանավորվեք այդ ակնկալիքը ինչպես եք ստանալ։ Օրինակ, եթե դուք ակնկալիք ունեք, որ ձեզնից վերև կանգնած ղեկավարը պետք է ձեզ մենթորություն անի, ձեզ օգնի, սովորացնի ինչ-որ բան ձեր աշխատանքում գոնե սկզբնական շրջանում, ապա դրա մասին պետք է ասել, դրա մասին պետք է պայմանավորվել եւ ֆիքսել, թե երբ եւ ինչ ձևով դա պետք է անի։ Որովհետեւ եթե դուք դա չանեք, ամենայն հավանականությամբ ձեզնից վերև ղեկավարը, նույնիսկ եթե դրա մասին, դրա կարևորության անհրաժեշտության մասին իմանա, ամենայն հավանականությամբ մոռանալու կամ գերզբաղվածության պատճառով դա ուղղակի չի անել։ Իսկ ինչ վերաբերվում է դեպի ներքև, արդեն ակնկալիքների եւ պատասխանատվության մասին, սա արդեն որպես ղեկավար ձեր պարտականություններից մեկն է, սա սահմանելը, հա։ Ինչ պետք է անել, որպեսզի սա հստակ սահմանվի։ Առաջինը հստակեցնել բոլոր ֆունկցիաները, որոնք որ ձեր թիմում ձեզնից ներքև կան, ով ինչ ֆունկցիայի համար է պատասխանատու։ Մշակել ներսում իրականացվող process-ներ, այսինքն ձեր թիմում ինչ process-ներ կան, ինչպես են այդ process-ները աշխատում։ Նշանակել process-ների համար պատասխանատուներ, սովորեցնել տեսնել այդ process-ները, ես սա գրել եմ ուղղակերտներով տեսնել, բայց սա հատուկ նշել եմ, որովհետև այս քայլն էլ շատ անգամ բաց են թողնում, մտածելով որ մարդիկ ապրիորի տեսնում են այդ process-ները, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ այս անգամ 100 չասեմ, 90% հավանականությամբ ձեր թիմակիցները process-ները ամենին դեպս այնպես ինչպես դուք եք տեսնում, չեն տեսնում։ Շատ թիմակիցներ ուղղակի process տեսնել չունեն, այսինքն չեն էլ պատկերացնում, թե ինչ process-ներ են տեղ ունենում ընկերությունում, իրենք ինչ տեղ ունեն այդ process-ում, մյուսներն էլ տեսնում են դա շատ յուրահատուկ ձևով։ Այնպես որ սովորեցնել տեսնելը, այսինքն process-ը ինչ որ կերպ վիզուալիզացնելը եւ դա թիմի ամբողջ թիմի համար նույն հարթության բերելը, բոլորին նույն ձևով ցույց տալը, սովորացնելը ղեկավարի պարտականություններից մեկն է։ Եվ հետևել, որ մարդիկ վերցնեն պատասխանատվությունը այդ process-ների համար, ոչ միայն թղթի վրա, բանավոր, այլ նաև հոգեբանորեն, այսինքն մարդիկ հոգեբանորեն
համաձայն լինեն, որ այս process-ի պատասխանատուն այսինչ մարդն է։ Եթե դուք այս քայլերը անեք, ապա դուք ակնկալիքների եւ պատասխանատվության զոնաների մասով ձեր թիմի ներսում խնդիր չեք ունենա, ձեզնից վերև խնդիր չեք ունենա։